Մեսօրվա թեման ճշմարտության 33 նիստեր կամ թեմաներից ասենք ասենք, հասանք 10-րդ թեմային, որը կոչվում է ապաշխարություն։ Եթե ուշադրություն դարձնենք, օրինակ այսօր եթե խոսենք ապաշխարությունից, ապաշխարության մասին ինչ-որ չափով այն անցած թեմաներում մենք խոսել ենք, կարճ։ Այսինքն պատահական չի, որ կոչվում է ճշմարտության 33 նիստեր, ասենք կողմեր կամ թեմաներ։ Այսինքն ճշմարտությունը մեկն է, բայց այդ 33 կողմերն ենք մենք ներկայացնում, ինչ է նշանակում, որ սրանք մեկ ճշմարտության մեջ են մտնում եւ պատահական չի, որ մի թեմայի մեջ մյուս թեմայից պարունակող բաներ ունի, կարծես շղթայի նման, որ իրար շաղկապված է, իրար կցված է, ուզենք չուզենք այս թեմայից մյուս թեմայի մեջ պետք է խոսենք։ Եվ այդպես, օրինակ, եթե մենք խոսում ենք Աստված ամենակարող է, բացատրել ենք Աստված ամենակարող է, թեմաներ կան, որ այդ թեմաների մեջ Աստծո ամենակարողությունը կամ ամենաիմաստությունը պետք է օգտագործվի, արդեն մենք չենք խորանում, այդ համարներով չենք ապացուցում, որ Աստված ամենակարող է, սակայն այդ գաղափարը աչքի տակ ունենալով կարողանում ենք պատկերացնել արդեն ինչպես է, որ սա կատարվում է, կամ այս գործը կատարվում, կամ եթե ասում ենք Աստված սեր է, արդեն հատ-հատ չենք կարդա Աստված սեր է, այդ համարները ապացուցելով, որ Աստված սեր է, բայց ապաշխարության հնարավորությունից Աստծո սիրո գործն է։ Ուրեմն այս թեման մենք ուսումնասիրենք երկու բաժիններով, առաջին բաժինն է ինչից ապաշխարել եւ երկրորդ բաժինը դարձ դեպի Աստված։ Ուրեմն առաջինը ինչից ապաշխարել։ Ընդհանրապես ապաշխարությունը ունի երկու կողմ։ Ինչից դեպի ուր կամ որտեղից դեպի ուր։ Սակայն մինչև այդ որ նայենք, ապաշխարություն արտահայտությունը բնագրում ունի այս միտքը դարձ։ Ուղղակի ապաշխարություն արտահայտությունը հայերենում մնացել է հին հայերենից, այսինքն ապաշխարել, այսինքն աշխարհից դառնալ բնական դեպի ուր դեպի Աստված։ Սակայն դառնալը կարող է ունենալ տարբեր աստիճանի դարձ, օրինակ, ասես ուր որ գնում ես, այս տեղը որ հասա, այդտեղից դարձի աճ, օրինակ կամ դարձի դեպի ձախ, չէ՞։ Սակայն ապաշխարությունը, այսինքն դարձ իմաստը Սուրբ գրքում 170 աստիճան դարձն է, ոչ թե 90 կամ որևէ աստիճանի անկյունի թեքում, այլ 170, այսինքն ետ դարձ, սա է նշանակում։ Երեմիայի 4:1-ում ասում է, եթե դառնալու լինես, դեպի ինձ դարձիր։ Այսինքն ոչ թե դարձ դեպի ուր ուզում ես, ոչ, դարձ դեպի Աստված։ Կամ Եզեկիելի 14:6-ում գրված է։ Ասում է, սրա համար, ահա Իսրայելի Տերը այսպես է ասում է. դարձի եկեք, ետ դարձեք ձեր կուռքերից եւ բոլոր ձեր պղծություններից, ետ դարձեք դեպի ինձ։ Նաեւ Եզեկիելի 33:11-ը կարդամ, ասում է. նրանց ասա, կենթանի եմ ես, ասում է Տերը, որ ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհներից եւ ապրի։ Դարձեք ձեր չար ճանապարհներից, ինչու համար մեռնեք, ով Իսրայելի տուն։ Խոսքը սա էր ասում, այսինքն Աստված ինչ ասում, ես ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, դարձեք ձեր ճանապարհներից, պարզ է, որ ասում է ամբարիշտ, նա ճանապարհների ամբարիշտություն են, սակայն շեշտում է, ձեր չար ճանապարհներից դարձեք, միշվերում ուր դառնալ դեպի ինձ, Աստված ասում է։ Դեպի ասինքն Աստծո ծրագիր, Աստծո օրենքները, Աստծո սրբությունը, մեղքից չարիքից դեպի բարիք, բարություն, մեղքից դեպի արդարություն, կամ այսպես կարելի ասել, անիրավությունից դեպի իրավունք։ Գործք առաքելոց 2:38-ն էլ կարդամ ձեզ համար, որտեղ հենց այդ իմաստը կա նորից, Պետրոս առաքյալը խոսում էր ժողովրդի հետ Երուսաղեմում, եւ ասում է, երբ որ նրանք լսեցին, իրենց սրտերում զղջացին եւ ասեցին. ինչ անենք մարդիկ եղբայրներ։ Ինչ է Աստծո պահանջը։ Պետրոսը պատասխանելով ասեց. ետ դարձեք, ապաշխարեցեք եւ ձեզանց ամեն մեկ իհարկե մկրտության մասը շարունակում է, դրա մասին չեմ ուզում խորանալ, բայց կոչը ինչպես հին ուխտում, նոր ուխտում մնում է նույնը, որ Աստված պահանջում է ապաշխարություն։ Ապաշխարեցեք, դարձի եկեք։ Օրինակ այսօր մի հոգու հանդիպեցի, որ ասում էր. ես Աստծուն սիրում եմ, ես Աստծուն հավատում եմ, Աստված իմ աղոթքներին պատասխան է տալիս, ինձ օրհնել է, շատ անգամ փորձանքներից պահել է,
Բայց իրեն ասեցի, լսեք, Աստծո օրհնությունները ապացույց չեն, որ դու լավն ես, դու ուղիղ ես։ Աստված գրված է, Տեր Հիսուս ասում է, իր արևը, անձևը, բարիքները տալիս է ինչպես արդարին, այդպես էլ անիրավներին։ Սա Աստծո ողորմությունն է, մենք նայել ենք Աստծո բարության մասին, սակայն հարցը սա է, ասում եմ, դու ինչպես ես վերաբերվում։ Աստված քո հանդեպ լավն է, դու ես վկայում, բարիք է անում, պատասխանը տվել, փորձանքից ազատել, իսկ դու ապաշխարությունը սա է, դու դարձել ես քո վատ ճանապարհներից դեպի Աստծո սուրբ ճանապարհը, այսինքն ընդունել ես Հիսուսին Տեր, որ ապրես այդ Տիրոջ ցուցումներով, ոչ թե քո գլխում։ Ասում է ոչ։ Սա նշանակում է դու չես ապաշխարել եւ Տիրոջ հետ բաժին չունես։ Դեռ Տերը քոնը չի, թեև Տիրոջ բարությունները հասել են քեզ։ Ուրեմն ապաշխարել նշանակում է Տիրոջը դառնալ։ Եսայի 55:6-ն ու 7-ն եմ ուզում ձեզ համար կարդալ, որտեղ գրված է նորից Տերը կոչ արել իր ժողովրդին ապաշխարության մասին, ասում է նախ մարգարեն ասում է, հետո Տիրոջ խոսքը մեջ է բերում, ասելով որ Տեր ինչ ասում։ Ասում է խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, նրան կանչեցեք, քանի որ նա մոտ է։ Ամբարիշտը թողե իր ճանապարհ եւ անօրեն մարդը իր խորհուրդները եւ դառնա Տիրոջը, եւ նա կողորմե նրան։ Եվ մեր Աստծուն, ասենք դարձեք մեր Աստծուն, որտեղ նա շատ ներող է։ Այստեղ շատ པարզ ցույց է տալիս ինչից ինչ կամ որտեղից ուր պետք է դառնան։ Ասում ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից։ Այսինքն կոնկրետ ասում է խնդրեցեք, կանչեցեք, որտեղ նա մոտ է եւ ասում է ամբարիշտը թողե իր ճանապարհը, անօրեն մարդ իր խորհուրդները, այսինքն երկու տեղից ապաշխարություն։ Այսինքն կարելի ասել ոչ թե երկու տեղից ավելի երկու տարածք է նայում արտաքին դրսևանց մարդու գործերը տարածքը եւ ներսի տարածքը մտքի եւ արտաքին այսինքն անօրեն մարդը իր խորհուրդներից մինչեւ այդ ասում ամբարիշտը իր ճանապարհներից ոչ բարության հետևող մարդը օրինակ ասենք զբաղվում է գողությամբ կամ մնացած ուրիշ կյանքով որ Տերը չի հավանում ոչ թե միայն դրսևանց գործվող բաների վրա է նայվում, այլ նաև ներսի վրա, սրտի վրա է նայում։ Անօրեն մարդը իր խորհուրդներից։ Տերը ասես, չէ, սրտի ավելցուկից է դուրս գալիս բերանի խոսքը։ Ոչ թե միայն բերանի խոսքը, Տերը ուրիշ տեղեր սովորեցնում, որ նաև մարդու խորհուրդներից է, մարդու ներսից են դուրս գալիս գողություն, շնություն, սպանություն եւ այլ։ Այսինքն մարդը մինչև չխորհի մինչև իր ներսով չհոժարվի այդ գործին չի անցնի։ Դրա համար նաև կոչ է անում, ասիկը մարդու ողջ էությունը պետք է դառնա։ Ինչից ամբարշտությունից, անօրենությունից դեպի ուր, դեպի ասում եմ մեր Աստվածը եւ նա շատ ներող է, ողորմած է, ձեզ կների։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, հստակ ցույց է տալիս, որ ասեցի 170 աստիճան դարձ։ Կարելի ասել խավարից դեպի լույս։ Ինչպես որ ուրիշ թեմաներ մենք նայում, չէ, Պողոս առաքյալին Աստված ասում է, քեզ դնում է, որպեսզի դու գնաս խոսես, որ մարդկանց աչքերը բացվեն, չէ, եւ նրանք խավարից դեպի լույս դառնան։ Սատանայից դեպի Աստված։ Գուցե մարդը չի զգում սատանայի ետևից է գնում, բայց խավարի գործերը նրա գործերն են։ Ամբարշտությունը նրա ծրագիրն է, նրա գործն է։ Եվ Աստված հստակ կոչ է անում դարձի եկեք 170 աստիճան պետք է թեքվեք դարձի գաք սակայն մի հատված ուզում եմ կարդալ ձեզ համար նոր կտակարանից Եբրայեցիներին 6:1-ում գրված է ասում է ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողելով դեպի կատարյալ գանք առանց կրկին հիմ դնելու մեռած գործերից ապաշխարության Աստծուն հավատալու եւ այլ հետաքրքիր է Պողոս առաքյալը անվանում է այդ գործերը մեռած գործեր մեռած գործերից ապաշխարության ինչ է նշանակում մեռած գործ ասենք հրաժարվել այդ գործերից որոնք մեռած են անվանվում օրինակ մենք ասում ենք մեռած ծառը կա բայց մեռած է այսինքն նա մեջ կյանք չկա սա է նա մեջ շարժ չկա չորացած է մեռած գործերն էլ սա է նշանակում հենց գործ որի մեջ կյանք չկա որը կյանքի համար պիտանիկ չի Գործ կա դատաստանի համար է, ոչ թե կյանքի համար է։ Շատ ժամանակ մենք լսում ենք, որ
մարդիկ երիտասարդները մանավանդ ագահավարի հարցակվել են կարծես թե այս կյանքի վրա։ Կարծես քանի ժամանակը մեր ձեռքումն է շուտ վայելենք, քանի չենք ծերացել կամ չենք մահացել, բայց չգիտեն, որ շատ գործեր կա, հենց մեռած գործեր են, կյանքի հետ կապ չունեն։ Նա միայն իր համար է մտածում, չնայելով որ ում իրավունքն է խախտում իր նպատակին հասնելու համար, ասենք անիրավություններով է նրա նպատակը, չի կրթվել դեռ, չի հասունացել, չի զանազանում իրավունքն ու անիրավությունը, եւ նրանց թվում է թե կյանք է։ Օրինակ հանդիպել եմ հարբեցողների, նրանք ասում են, ինչ ենք տանելու, կյանք անենք, քանի այս երկրի վրա ենք, իբրև թե հարբելն էլ կյանք էր, էլի։ Կամ էլ օրինակ եմ ասում, շնության մեջ են, կարծում են թե դա է կյանքը, բայց դրանք մեռած գործեր են, դատաստանի գործեր են, կյանքի գործեր չեն։ Նաև Սուրբ Գիրքը այս գործերը անվանում է անպտուղ գործեր։ Մենք երեք ենթաբաժին կնայենք մեղքի գործեր, օրենքի գործեր փրկվելու նպատակով եւ սովորությունների կամ ավանդությունների գործեր, որոնք անպտուղ գործեր են, բայց մարդիկ դա չեն զգում։ Օրինակ մեղքի գործերը ո՞րն են, ասեցինք անիրավություն, սա հայտնի է, շատերը ավելի հեշտ են ընդունում այս քան սրանց հետո եկող գործերը։ Հիմա կնայենք, օրինակ մարդիկ անիրավություն են անում, սակայն նրանց այս գործերը մարդուն ոչ թե կյանք են տալիս, այլ մարդուն տանում են ապականության, քայքայման կամ փչացման, վերջում են մահվան։ Հենց Տերը ասեց, երբ որ խախտես, Ադամ կմեռնես, եւ Սուրբ Գիրքը ասում է մեղքի վարձքը մահն է։ Մարդը այդ մեղքի գործը անում է, ոչ թե կյանքի է գնում, այլ մահվան է գնում, այլ դատաստանի մահվան։ Օրինակ Հռոմեացիների 6-ի 21-ից 23-ը ձեզ համար կարդամ, որտեղ գրված է. Արդ ինչ պտուղ ունեիք անժամանակ, որոնց համար հիմա ամոթ է քաշում, մեղքի գործերի համար է ասում, որտեղ նրանց վերջը մահ է, բայց հիմա, որ մեղքից ազատված Աստծո եք եղած, ձեր պտուղն ունեք սրբանալու համար, եւ նրա վերջը հավիտենական կյանք է, որտեղ մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Մեղքի վարձքը մահն է, բայց մյուս գործը իհարկե կնայենք, որ Աստծո շնորհքի գործը, արդարության գործը, ասում հավիտենական կյանք իհարկե Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն Եփեսացիների 5-րդ գլխում ասում է 11-12-րդ խոսքում եւ ասում է մասնակից մի լինեք խավարի անպտուղ գործերում, այլ մանավանդ հանդիմանեցեք, որտեղ նրանց մեջ ծածու գործվածներն էլ ասում է խոսքով ասելն անգամ ամոթ է։ Մասնակից մի լինեք խավարի անպտուղ գործերին։ Ուրիշտեղ ասում է լույսի գործերին մասնակից եղեք։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ մեղքի գործերը անպտուղ են, անիմաստ են, մինչ անգամ դատաստանի տանող են։ Երկրորդ ենթաբաժինը որ պետք է նայենք, որ կոչվում է անպտուղ գործ, օրենքի գործեր փրկվելու նպատակով։ Օրենքի, անգամ Աստծո օրենքի համեմատ պահանջվող գործեր, որոնք մեղք չեն, բայց վտանգավոր են։ Այսինքն ուշադրություն դարձրեք, երբ որ մենք խոսում ենք մեղքի գործերի մասին, շատերը հոժարվում են, ասում են ճիշտ է, դրանք վատ են։ Մարդիկ հոժարում են, որ մեղքի գործերը մահվան են տանում կամ պարտության են տանում, բայց սրա մեջ չեն ուզում, անգամ ոչ թե միայն մեղավորը չի համոզում, այլ շատ հավատացյալներ անգամ, շատ արդարներ խաբվում են հենց Պողոսի դժվարությունը գաղատացիների եկեղեցու հետ հենց առաջին այս հարցում էր հռոմեացիների եւ տարբեր եկեղեցիներում, որ հայտնվել էին մարդիկ, որ մարդկանց կոչ էին անում իբրև թե օրենքը պահեք, որ փրկվեք։ Բայց մենք ձեզ ասել ենք եւ հիշեցնեմ, որ օրենքի գործերով, այսինքն ցանկանում ես հնազանդվել գործեր անել, դրանցով փրկությունը անհնար է, ճիշտ է։ Ինչու, որտեղ օրենքը շատ բարձր է մեր կարողությունից, օրենքի պահանջը։ Մենք չենք կարող դրանք կատարել, եւ եթե մեկը կամենում է դա վերցնել որպես նշանակետ, որպես նպատակ, դրանցով գնա վերջում կդատապարտվի։ Ինչու, որտեղ վերջում իրեն կբռնի խախտված վիճակում, այսինքն օրենքը խախտած։ Եվ եթե խախտել է պետք է դատվի, որտեղ հենց անեծք էլ կա։ Նրանց վրա ասում է անիծյալ լինի այն մարդը, որ օրենքի մեջ գրված բոլոր պատվիրանները չի պահում։ Մարդը երբ որ ուզում է օրենքը պահելով արդարանա, ինչ է կատարում ինքնստինքյան, ինքը մերժում է Քրիստոսի գործը, նվերը։
շնորհքը։ Չէ, Քրիստոսի խաչի գործը սա մեղքերի թողության գործ էր։ Նաև արդարացման միջոց է։ Քրիստոսով են հավատում եւ ներվում։ Քրիստոսով են փրկվում։ Բայց մարդը, երբ որ ուզում է օրենքով արդարանալ, կարծես թե ասում է Քրիստոս ինձ պետք չէ։ Արդարանալու եւ փրկվելու։ Ես կպահեմ, սա է նրա խոսքը։ Այսինքն օրենքի գործ արդարանալու համար կարելի է ուրիշ կերպ ասել, իմ գործ։ Ես եմ կարծես որ պետք է պահեմ արդարության գործերը, անեմ իմ ուժերով փրկվեմ։ Սա է մարդու արտահայտությունը, բայց մարդը չի զգում։ Ինչ է որ մեջը Աստծո անուն կա, Աստծո օրենք։ Բայց վերջ-վերջում մարդու ձգտումը սա է, թեկուզ Աստծո օրենք է, բայց գործը քոնն է, դու պիտի անես։ Օրենքը ընդամենը պահանջում է, անողը դու ես, բայց Քրիստոսով դեռ մեկը նայեք, հիմա կարճ ասում եմ, Աստված քեզանից գործ չի պահանջում փրկվելու եւ արդարանալու համար, այլ Քրիստոսին ընդունել է պահանջում, այդ զո այդ արժեքը, որ տրվել է քո ներման համար եւ քո փրկության համար։ Սակայն շարունակությունը որպես արդարացված, արդեն բժշկված մարդ կարող է ապրել այո Քրիստոսի ուզած ձևով։ Գաղատացիներ 3:10-11-ում գրված է։ Ասում է, որովհետև որոնք որ օրենքի գործերից են, անեծքի տակ են, որովհետև գրված է, թե անիծալ լինի ամենայն մարդ, որ չի կենում օրենքի գրքի մեջ չի բոլոր գրվածներում, որ ամենը անե։ Եվ թե օրենքով ոչ ոք չի արդարանում, Աստծո առաջին դա հայտնի է, որովհետև արդարը հավատքից կապրի։ Պողոսը մեջ բերում է այս խոսքը, որ ասում է արդարը հավատքից կապրի, դա 5 կտականում արքաների գրքում գրված է։ Աստված այս ճանապարհն է դրել մարդու ապրելու համար, այսինքն արդարը հավատքից կապրի կամ ուրիշ կերպ ասում է հավատքով արդարացածը կապրի, հավատքով է որ մարդը կապրի, Քրիստոսին հավատալով է որ մարդը կապրի, ոչ թե օրենքով, եւ ասում է սա հայտնի է, այստեղ Պողոս առաքյալը ոչ թե օրենքին է կպնում որպես վատ բան, չէ, Պողոս առաքյալը ասում է օրենքը սուրբ է, սակայն շատերը շփոթում են, կարծում են թե Պողոսը դժվարություն ունի կամ այսպես ասած պրոբլեմ ունի օրենքի հետ, օրենքի հետ պրոբլեմ չունի։ Պողոսը օրենքը հարգում է Աստծո, սակայն սա է, ով մարդ դու չես կարող այդ օրենքը պահել, քեզ ձրի բժշկություն է պետք։ Եթե պատկերացավ մենք անբուժելի հիվանդ ենք, մեզնից այնպես թվեր է պահանջում, որ մենք չունենք։ Նշանակում է մենք դատապարտված ենք մահվան։ Օրենքը պահել, դե պահի արդարացի, հարց չի, Աստված կարդարացնի, բայց ապացուցած ոչ մեկ դա չունի, այդ ուժը չունի, այդ կարողություն չունի օրենքի բոլոր պահանջները տալու։ Դրա համար Պողոսի դժվարությունը օրենքի հետ չի, այլ մեզ հետ է։ Ասում է դուք չեք կարող մի ձգտեք իզուր մի բանի, որը չեք կարող անել, այլ հավատքով պետք է արդարանաս։ Դրա համար որ ասում ենք մեղքի գործերը Եվ օրենքի պահանջի համեմատ ապրելու գործերը սրանք երկուսն էլ անպտուղ են կոչվում, սակայն մեկը իրոք անիրավություն է, մյուսը իրավունք է, բայց ուղղակի դու չես կարող այդ իրավունքը պահել։ Ուստի ինչ կդառնա նորից մեղքի գործերի նման, եթե մարդը առաջին ենթաբաժնին դառնա, կամենում էր այդ մեղքի գործերը անելով իբրե թե իրեն զգալ կյանք է անում, խաբված է։ Մեղքի գործերը մարդուն կտանեն ուր ապականության, կործանման, դատաստանի։ Նմանապես են օրենքի համեմատ ձգտումը քեզ վերջ-վերջո մի բանի առաջ կկանգնեցնի, մի պատի առաջ, որ դու քեզ կտեսնես պարտված եւ կզգաս դատապարտված, կործանված մահվան արժանի, որտեղ այդ սուրբ իրավունքն ու պահանջը չես կատարել։ Դրա համար ապաշխարություն նաև նշանակում է ոչ թե միայն մեղքի գործերից դառնալ, այլ նաև քո ուժերից էլ հրաժարվիր արդարության եւ փրկության համար։ Իբրև թե օրենքը կատարես, անպտուղ է, իմաստ չունի։ Պողոս առաքյալը ասում է, երբ որ պատվիրան ականջից հասավ, ես մեռա, ինչու՞, որտեղ քանի հայլու արչև չէի կանգնել, ինձ մաքուր էի կարծում։ Հայլու արչև կանգնեցի։ Ես ինչ արեցի, հայտարարեցի, որ ես կեղտոտ եմ։ Պատվիրանը ցույց տալ, դու մեռար։ Դու դատաստանի արժանի ես, ներում չկա։ Նաև Գաղատացիների 2:16-ում ասում է, գիտենք, որ մարդը օրենքի գործից չի արդարանում, բայց միայն Հիսուս Քրիստոսի հավատքից։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որ Քրիստոսի հավատքից են արդարանանք եւ ոչ թե օրենքի գործերից, որտեղ օրենքի գործերից ոչ մի մարմին չի արդարանա։
Մարդ չի ասում, ասում է մարմին, այսինքն մեղանչական մարդ։ Մեղանչական բնությունով մարդ ոչ մի մարդ չի կարող օրենքի պահանջով արդարանալ։ Ուրեմն Աստված նաև կոչ է անում, Աստված թեև օրենքը տվել է, որ դաստիարակ լինի, մենք օրենք թեմայում նայենք, բայց դրանով փրկություն չի որոշել։ Նրանով ընդհանրապես մեզ մի բարի գործ է արել, որ մեզ ցույց տա մերով լինելը, որ մենք բժիշկ մանգանք, եւ այդ բժիշկը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Երկրորդ Կորինթացիների 3-6-7 կարդամ, Աստված մեզ բավական են արեց նոր կտականի պաշտոնյաներ լինելու ոչ թե գրի, այլ հոգու, որովհետև գիրը սպանում է եւ հոգին ասում է կենթանացում, բայց եթե մահի պաշտոնը գրով քարերի վրա փորագրված փառքով եղավ, մինչև որ Իսրայելի որդիքը չեն կանոնում, ասում է Մովսեսի երեսին էլ նայել եւ նրա փառքի, ասիկան շողից լույսից եւ ասում է Մովսեսը քող քաշեց։ Այսինքն մահվան պաշտոն, պատկերացնում եք, ինչ էր կատարել։ Մովսեսը բարձրացավ Սարը, Աստծո 10 պատվիրաններ բերեց եւ 40 օր նա սարում էր։ Երբ որ իջավ մարդկանց մոտ, երեսը այնպես է լուսավորը փայլում էր, ասում մարդիկ վախենում էին, աշկերը փակում էին։ Եվ Մովսես տեսավ, որ նրանից վախենում են, քող քաշեց երեսին, որ իրենից չվախենան այդ լույսի պատճառով։ Եվ Պողոսը դա համարում է մահվան պաշտոն, մահվան մի հատ ծառայություն։ Այսինքն ինչ բերեց Մովսեսը ժողովրդին, մի չափանիշ, որով ժողովուրդը պետք է տեսնի իր անկարողությունն ու իր դատապարտված լինելը, մահվան արժանի լինելը։ Սակայն ասում է մերը կյանքի պաշտոն է, Պողոսի, ասենք ավետարանը, ինչու, որտեղ ոչ թե օրենք է բերում արդեն մարդուն, այլ շնորհք։ Հիշում եք, որ կարդացինք Հիսուս Քրիստոս թեմայում, որ ասում է օրենքը Մովսեսի ձեռքով եղավ, շնորհքն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով եղավ։ Մեծ տարբերություն կա։ Ուրեմն Աստված երբ որ հրավիրում է մեզ օրենքի գործերից ապաշխարելու, սա նշանակում է դու մի ձգտիր Հիսուսին թողնես օրենքի միջոցով արդարանաս։ 8:10 Եբրայեցիների գրված էր. Ես իմ օրենքները կդնեմ նա սրտերում եւ նա ուղեղների վրա կգրեմ, նա սրտի տախտակների վրա։ Եվ այդ ժամանակ մարդիկ ինձ կճանաչեն։ Այսինքն նաև կարող են կատարել օրենքը, սակայն սա արդեն ոչ թե փրկվելու համար է։ Սա ինչ է նշանակում, իմ օրենքը նա սրտերի մեջ կդնեմ։ Սա չի նշանակում, որ այդ քարե տախտակները պետք է դնի մեր սրտերում, այլ նշանակում է մեր բնությունը պիտի փոխի։ Մենք մեղավոր էինք, չենք կարող օրենքի պահանջը կատարել, սակայն Աստված խոստանում է մեզ ներել, մեզ բժշկել եւ մեզ դարձնել մեկը, որ աստվածային, ինչպես որ նախորդ դասերում ասացինք, աստվածային բնությանը հաղորդ լինենք։ Աստվածային բնությունը մեր մեջ կլինի, արդեն մենք կունենանք ոչ թե միայն մեղանչական բնություն, այլ Աստված մեր մեջ կդնի վերստին ծննդով նոր բնություն եւ մենք կարող ենք արդեն Աստծո ուզածը կատարել։ Ուրեմն սա փրկվելուց հետո է, ոչ թե փրկության համար է։ Վերնագիրը այսպես է, չէ, ենթաբաժնի օրենքի գործեր փրկվելու նպատակով։ Բայց երբ որ Աստված մեր սրտերում արդեն դրում է իր օրենքը, սա փրկվելու նպատակով չի, փրկվածների սրտում է դնում։ Ուրեմն սա երկրորդ գործը, որ մենք պետք է հրաժարվենք այս ճանապարհից, իբրև ճանապարհ չընդունենք որպես փրկության կամ արդարացման։ Աստված ձեզ օրհնի։ Նաև երրորդը, որ կոչվում է սովորությունների կամ ավանդությունների գործեր։ Գործեր, որոնք կատարում են մարդկային ավանդությունների եւ սովորությունների համաձայն, ոչ թե Քրիստոսի վարդապետության պես։ Օրինակ Կողոսացիների 2:8-ում գրված է, ավելի կամ 16-ն ու 18-ն էլ միասին կարդամ, ասում է զգուշ կացեք, որ միգուցե մեկը ձեզ հափշտակե փիլիսոփայությունով եւ դատարկ խաբեբայությունով, մարդկանց ավանդության պես, աշխարհի սկզբունքի պես եւ ոչ թե Քրիստոսի պես, այսինքն Քրիստոսի վարդապետության պես։ 16-ում շարունակում ասում, արդյոք մեկը ձեզ չդատե ուտելու կամ խմելու կամ տոների կամ ամսագլխի կամ շաբաթների մասին, որտեղ նոր գալու բաների ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսն է։ Ոչ ոք չզրկե ձեզ մրցանակիցը ինքնական խոնարհությունով, հրեշտակների կրոնքով, միջամուխ լինելու այն բաներին, որ տեսած չէ։ Եվ զուր տեղը գոռոզացած է իր մարմնավոր մտքում, եւ չբռնելով գլուխը, որից բոլոր մարմինը հոդվածներով եւ խաղերով հաղորդակցված կծված մեծանում է Աստծո աշմունքով։ Եվ ասում է, արդ եթե Քրիստոսի հետ մեռակ այս աշխարհի սկզբունքներից, էլ ինչու եք ապրում որպես թե այս աշխարհի ցածած սովորությունների գերի մեկը։ Այսինքն ինչ է նշանակում,
ավանդությունների գործեր դա արդեն կրոնական գործերն են։ Կրոնը մենք գիտենք, ասել ենք Քրիստոսի ճանապարհը ավետանը կրոն չէ, այլ կյանք է, որ ապրելաձև է, բայց կրոնը ձևապաշտություններ են, օրինակ մոմավառություն, չգիտեմ մատաղը բերեն, այս ինչ օրը պահել, այն ինչ գիշերը պահել, այս ինչ ձևերը անել, կանանչին քսել այս պատին կամ այն պատին, չգիտեմ ինչ, սա լրիվ մահվան գործեր են, քեզ խաբում են, շատ ժանակ ամբարիշները այս ամբարիշ կյանքի չեն ուզում ապաշխարել, որովհետև կրոնական դրվածքները պահում են։ Մենք էլ տեսնում ենք մարդիկ այսպես են, բարգավաճման ավետարան, այդ որտեղ է գրած այդ վարդապետությունը, սուտ հնարում են, մոնտաժ են անում, օրինակ կամ էլ այսպեսի բան ասում են, ոսկին մեղք է, գուցե շատերն ասեն, ինչու է այս մասին խոսում, հարցը դա չի ինչի մասին է խոսքը, բայց եթե մի սովորություն ոչ սուրբ գրային է, դա կործանարար է, մարդիկ չհասկանալով ավանդություններ, սովորություններ են ավելացում, կամ շատ ավանդություններ հագ ու կապի հետ կապված, մազի ձևի հետ կապված, որոնք սուրբ գրքում չես ճարի։ Այո, սուրբ գիրքը ասում է վայելուչ լինի ամեն ինչը, բայց որ արդեն անցել են հատուկ ձևի ավանդություններին, մենք այդ ավանդությունները չենք ընդունում, որովհետև սուրբ գրային չեն։ Ուրեմն սուրբ գիրքը արգելում է նման ավանդությունների հետևից գնալ, նորից կրկնում եմ, այդ ավանդությունները այնքան վտանգավոր են, որ մարդուն չեն թողնում նա իրավունք եւ արդարություն հասկանա։ Մարդը բավարարվում է այդ ավանդությունների գործերով, իրեն համարում է կարծես թե Աստծո կամքը կատարած ապրում է ինչպես ուզում է։ Կամ Մարկոսի 7:5-9 ձեզ համար կարդամ, փարսեցիները եւ դպիները հարցրեցին Հիսուսին, թե ինչու քո աշակերտները ծերերի ավանդության համաձայն չեն գնում, այլ անլվա ձեռքերով հաց են ուտում։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նրանց, թե Եսային լավ մարգարեցավ ձեզ կեղծավորների վրա, ինչպես գրված, այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ եւ նրանց սիրտը ինձանից հեռացած ջողված է, եւ զուր տեղն են պաշտում ինձ, սորեցնելով այնպիսի վարդապետությունը, որ մարդկանց պատվերներ են, որտեղ Աստծո պատվիրանը թողած պահում եք մարդկանց ավանդությունները, անոթների եւ ամանների լվացումներ եւ սրանց նման այլ ուրիշ բաներ եք անում եւ նրանց ասեց. լավ եք անարգում Աստծո պատվիրանը, որ ձեր ավանդությունները պին պահեք։ Ուշադրություն դարձնում եք, Տերը չի ընդունում այդ երկրպագությունը, չի ընդունում այդ պատվելը։ Ասում է ինչու, որտեղ նրանք պատվում են։ Պատկերացնում եք, ասում է նրանք պատվում են ինձ, բայց նրանց պատվելը մարդկանց սորացած ձևերով է, ոչ աստվածաշնչային է, ոչ սուրբ գրային է։ Աստված էլ մարդկանց սորացած ձևերը չի ընդունում։ Փարսեցիները, դպիրները էլի շատ ավանդություններ ունեն, ինչպես որ այսօրվա շատ խմբերում, եկեղեցիներում ավանդություններ են մտնել, որոնք Աստծո պատվիրանը չեն։ Օրինակ, մենք տեսնում ենք եկեղեցու մի ինչ-որ առաջնորդ մեր շրջապատում եղող 150 օրենք է գրել, ամբողջ եկեղեցիներ ուրախանում է իբրև թե այս ինչ խելքով մարդ է, 150 օրենք, բայց նա գրած պատվիրանը ոչ մեկը սուրբ գրքով չի հաստատվում։ Օրինակ գրված է, որ գալստու կապելը մեղք է, ծամոն ծամելը մեղք է, սերմուշկա շրտելը մեղք է, եւ այլ 150 պատվիրան, նման պատվիրաններ, որոնք ոչ մեկը սուրբ գրքով չեն, որտեղից են բերել սրանք։ Սուս լավ է, սերմուշկա շրտելու մեջ ինչ կա, դա մի ուտելիք է, ուղղակի կա ուտելու ձև, վայելուչ կամ անվայելուչ, ինչ էլ անվայելուչ ձևով օգտագործես, հաճելի չի, գուցե անիրավություն լինի, հարցը սա չի, բայց մարդիկ օրենքներ են մշակում, ամբողջ Աստվածաշնչի մեջ սա կանոն էր, Աստծուց բացի ուրիշ մեկը չկա, որ օրենսդիր լինի, միայն Աստված է, որ օրենսդիր է, սակայն սրանք այնքան են հեռացել Աստծո ճանաչողությունից, որ նստել եւ օրենքներ են գրում, իրենց Աստծո տեղն են դրել Աստծո ժողովրդի մեջ, պատկերացնում եք, եւ սա հենց դատապարտելի է, եւ ժողովուրդն էլ հավատարիմ է նրանց ավանդություններին, օրինակ, երբ որ մեզանից մարդիկ են ապաշխարում, մեկը տեսնում ես անհավատ մարդիկ ժողովուրդների միջից ասում են դուք թողեցիք ձեր պապերի ավանդությունը ուրիշի հետևից գնացիք։ Նմանապես սրանց խմբի մարդիկ իրենց պապերի սխալ ավանդությունը թողել են, եկեղեցի կոչված խմբի նոր պապերի ավանդություններ են վերցրել։ Ինչ տարբերություն։ Նրանց ավանդություն թե նրանց, միևնույն է երկուսն էլ Աստծուց չի։ Իբրև փրկվել են, բայց մի ճայիչից հելել են, մյուս ճայիչն են ընկել։
Եվ քարոզիչի ու վարդապետի կամ մնացած ծառաների հաջողությունը սրանում է, որ կարողանա այնպես խոսել, ինչպես որ գրվածքն է ասում։ Այն խոսողը, ինչ պաշտոնի ուզում է լինի, եթե խոսում է ոչ սուրբ գրային, առանց խշմտանքի մերժեք։ Փաստորեն նրանք նույն Արուսյակի գործն են անում։ Արուսյակն էր ասում, իմ աթոռը կվերցնեմ, ինչ կանեմ, բարձրում կդնեմ եւ Աստծուն կնմանվեմ։ Ասենք սա Արուսյակի փափակներից է։ Հիմա Աստծո ժողովքում է ուզում իր աթոռը դնել այդ ծառաների միջոցով։ Իհարկե, մենք կարող ենք վստահ ասել, որ նմանները Աստծուց չեն։ Եսայի 24:5-ում 6-ում գրված է, աշխարհի վերջին օրերի մասին է խոսում, ասում է. «Եվ երկիրը պղծված է լինելու իր բնակիչների տակին, որովհետև օրենքը զանց են արել, պատվիրանքը փոխել, հավիտենական ուխտը խափանել։ Դրա համար անեծքը թափել է երկիր եւ բնակիչները նրանով պատիժ կրեցին, եւ այս պատճառով երկրի բնակիչները այրվեցին եւ քիչ մարդիկ մնացին»։ Անկամ հնարավոր է մեկի աշկին չերևա, դե լավ արել են, հա, դրա մեջ ինչ կա, բայց տեսնում եք Աստծո բարկությունը, պատվիրանքը ասում փոխել են, օրենքը փոխել են, իմ կարգ ու կանոնները փոխել են, ուխտը փոխել են, հավիտենական ուխտի մասին է։ Դրա համար ասում բարկություն է թափել եւ անգամ այս ահռելի բնակչությամբ, որ երկիրը բնակված է, այս թիվը միլիարդներ է, որ 7 միլիարդ է հիմա համարվում, ասում է այրվեցին եւ քիչ մարդիկ մնացին։ Պատկերացնում եք ինչ պատիժ է գալիս, բայց սա ինչի պատճառով է, մարդիկ իրենք են ընդունել այդ կործանման վարդապետությունը եւ իրենց վրա մագնիսի նման քաշում են պատիժը։ Մարդկանց ուզում ես լավություն անել, որ պատիժից ազատվեն, մեկը տեսնում ես քեզ անպատվում են, կարծես թե դու այնպիսի վատ մեկն ես, որ ուզում ես իրենց պապերի, իրենց առաջնորդների ավանդություններից կտրես։ Թքած են ավանդության վրա, որը ինձ կործանում է տանում։ Ուզում է պապու լինի, ուզում է տատու լինի, ուզում է թող հոգևոր առաջնորդի լինի։ Ինչի՞ս է պետք այդ ավանդություններն ու սովորությունները, որ ինձ կործանման պիտի տանեն։ Երկրորդ Տիմոթեոսի 2-րդ գլխի 3-5 եմ ուզում ձեզ համար կարդալ, որտեղ գրված է. «Իսկ դու նեղություններ կրիր ինչպես Հիսուս Քրիստոսի բարի զինվոր, որ ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի։ Եվ եթե մեկն էլ մրցում է, պսակ չի առնի, ասում է, եթե օրինավորապես չմրցի, այսինքն ցանկացած մրցույթ ունի իր օրենքը։ Եթե մեկը այդ օրենքով չի վարվելու, նա մրցանակ չի շահելու։ Դրա համար Աստծո մոտ մրցանակ շահելու, Աստծո շնորհները ստանալու, Աստծո ողորմությունը գտնելու համար մենք պետք է հետևենք Աստծո ցուցումներին, ոչ թե ուրիշների։ Ուրեմն ավանդությունների գործերով վարվողները նորից ուր են գնալու ապականության, փչացման դատաստանի։ Մենք ինչ նայեցինք 3 գործեր, որոնք այսօր աշխարհում խանգարում են մարդկանց։ Մեղքի գործեր դա պարզեր, երկրորդը օրենքի համեմատ իբրև թե ապրելու եւ փրկվելու, սա էլ Աստված չի ընդունում, թեև օրենքը սուրբ է, սակայն սրանով չի փրկությունը, եւ երրորդը ավանդությունների գործեր, որ նորից կարելի է անվանել մեղքի նման գործեր, որ եթե Աստծո ասածով չի, հավատքից չի, ասենց ասած Աստծո իրավունքից դուրս է, սա մեղք է։ Օրինակ, մարդ կա, որ ճգնավորության կյանք է ապրում, իրեն առանձնացնում է սարերում, ձորերում, տեսել եմ նման մարդ, ժողովրդից դուրս է եկել, իբրև ժողովուրդը պիղծ է, նա որպեսզի չպղծվի, առանձնացել է, որպեսզի Աստծուն պաշտի, բայց Աստծո պաշտամունքը ժողովրդի մեջ է, որ ժողովրդից դուրս է եկել, ինչ պաշտամունք։ Աստծո ծառայությունը պաշտամունք, այսինքն ծառայությունը ժողովրդի մեջ է։ Քրիստոս եկավ ժողովրդի մեջ։ Մենք անցնենք երկրորդ բաժնին ապաշխարություն, դարձ դեպի Աստված։ Ուրեմն ապաշխարությունը բարի գործ է, կանչ թեմայի մեջ դուք հիշում եք, որ ասենք Աստված մեզ կանչում է ապաշխարած լինելու, չէ՞, հիշում եք։ Ասենք այս բարիքին է նաև կանչել։ Մարկոսի 1:15-ում Սուրբ Գիրքը ասում է Տեր Հիսուսի խոսքերից, Տերը ասում է, թե ժամանակ կատարվել եւ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Այսինքն ապաշխարեցեք եւ ուղղությունը ցույց է տալիս, հավատացեք ավետարանին։ Սակայն ուշադրություն, եթե դարձնենք Տիրոջ խոսքին, ժամանակը լրացել է կամ կատարվել է, Աստծո թագավորությունը մոտեցել է։ Այսինքն այս թագավորության մեջ մտնելուց առաջ դու պիտի ապաշխարես, չես մտնի։
Նաև Աստծո թագավորությունը ինչ է նշանակում, նախ մենք սրա վրա մի փոքր նայենք, Աստծո թագավորությունը նշանակում է, որ Աստված է ղեկավարում։ Կապ չունի երկնքում թե երկրի վրա։ Որտեղ որ Աստված թագավորում է, այսինքն ղեկավարում է, նրա թագավորությունը։ Այսինքն սա ինչ է ցույց տալիս։ Ճիշտ է, որ Աստված է մարդկանց պահում, բայց շատերի կյանքում երևում է Աստված չի թագավորում, նրանք ապրում են ուրիշ օրենքներով, ուրիշ կանոններով, ոչ Աստծո թագավորական օրենքներով կամ կանոններով կամ ավետարանով, այլ այստեղ Տեր Հիսուսը մեզ հրավիրում է Աստծո իշխանություն ընդունելու, դառնալու Աստծուն, որ Աստված լինի քո թագավորը։ 11:18 Գործք առաքելոցի գրված է. խոսում են որոշ մարդկանց հետ ավետան եւ ասում են, երբ որ լսեցին այս բաները, լռեցին եւ փառաբանում էին Աստծուն եւ ասում. ուրեմն Աստված հեթանոսներին էլ է կյանքի համար ապաշխարություն տվել կամ շնորհել։ Այսինքն մարդիկ տեսան այս բարիքը Աստծուց, այսինքն ապաշխարությունը որպես բարիք։ Օրինակ, այս բաները խոսում են հрьяաներ էին։ Մինչև այդ Աստված հрьяաների հետ խոսում էր եւ ինչ որ պատվիրաններ տալիս նրանց էր ուղղված։ Սակայն ինչ որ դեպքից հետո Պետրոսի Կորնելիոսի տան հանդիպելուց հետո Պետրոսը որ վկայեց հрья հավատացյալները այս են խոսում, ասում են փառաբանում էին Աստծուն եւ ասում են փառք ասում որ հեթանոս ժողովուրդներին էլ ապաշխարության հնարավորություն տվեց։ Այսինքն սա բարիք էր, որ իրենց էլ տվեց։ Մինչև այդ միայն հрьяաներին էր ասես կանչում, բայց ժամանակը եկավ, կատարվեց եւ նրանց էլ բացվեց փրկության դուռը։ Նորից ուզում եմ կարդալ նույն գրքի Գործք առաքելոցի 17:30-ը, որտեղ գրված է. բայց Աստված տգիտության ժամանակները անտես անելով հիմա մարդկանց պատվիրում է ամենին ամենտեղ ապաշխարել։ Ամենին, ամենքին, ամեն ազգից, ամեն մարդու ապաշխարել։ Այսինքն Աստված տգիտության ժամանակները անտես է անում, սա շնորհք է, սա ողորմություն է, փառք է։ Աստված հնարավորություն տվեց, որ ամեն մարդ հնարավորություն ունի ապաշխարելու։ Սա բարիք է։ Ուրեմն այս բարիքի հանդեպ եթե մարդը անհոգ գտնվի, անտարբեր գտնվի, նա պատասխանատու է, որտեղ ապաշխարության մեջ կա թե Աստծո ողորմություն, թե մարդու ընդունելություն։ Ճիշտ է, Աստված հնարավորություն տվել է, բարիք է արել, ուժել է տալիս, Քրիստոս է խաչվել փրկության համար։ Եթե մարդը մերժի, ինքը վնաս կքաշի։ Մարդ կա, օրինակ, այսօր անտուն է, բայց երբ որ զրուցում ես հետ, ասում եմ մի օր, մի տարի, ինչ-որ ժամանակ մի այսպիսի հնարավորություն եղավ, այսինչ տեղից ինձ կանչեցին, ասում մի 2-3 տարի որ աշխատես, մենք ես տուն կտանք։ Ես էլ ընկա ուրիշի խելքին չուզեցի, սենց հիմա մնացել եմ փողոցներում կամ վարձով տներում։ Այսինքն ինչ է նշանակում, բարիքը նրան ժպտացել էր, նա էր մերժել։ Աստված բոլորին բարիք անում է։ Եթե դու ճիշտ ժամանակին այդ բարիքը չընդունես, հետո մեղադրի ոչ թե քո բախտին, այլ խելքիդ, որ բարիքը եկավ, բայց դու չընդունեցիր։ Առակացի առաջին գլխի 32 եւ 33-րդ խոսքերը այսպես են ասում, որտեվ անմիտների խոտորումը նրանց պիտի սպանի եւ հիմարների անհոգությունը պիտի կորցնի նրանց։ Բայց ինձ լսողը ապահով կբնակվի եւ հանդարտ կլինի չարիքի վախից։ Այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել, անհոգությունը համարում է մարդը, եթե կատարի, այդ մարդը հիմար։ Ասում է հիմարների անհոգությունը նրանց կկորցնի, բայց ինձ լսողը ապահով կլինի չարիքի կամ հանդարտ կլինի չարիքի վախից։ Երբ որ Աստված մեզ ապաշխարության է հրավիրում, չարիքից է ուզում ազատել։ Բայց եթե մենք չենք ուզում ազատվել, ապաշխարել, ազատվել, ուրեմն չարիքի վախից ազատ չենք, այդ չարիքը գալու է մեր գլխին։ Դրա համար ենք ասում, եթե մարդը այս կանչը մերժի ապաշխարության կանչը, վնաս է քաշելու, հենց տես չի դե լավ է, օրինակ եմ ասում, այս մեկը ինձ այստեղ է աշխատանքի կանչում, մյուսներ, ոչ մի տեղ չընդունում, մտածում, հետո աշխատեմ, գուցե մի քիչ զղջամ, որ ավելի լավ աշխատավարձ կար, հիմա ես չեմ ճանում նման աշխատանք, բայց շատ սենց ասած կորցնելու բան չունենք։ Սակայն այս հարցը շատ լուրջ է։ Կամ էլ Ղուկասի 13:3-ում ասում եմ ձեզ, Հիսուսն է ասում, եթե չապաշխարեք, ամենք դեռ կկորչեք։ Ինչու՞, որտեղ ապաշխարությունով Աստված մեզ փրկության է կանչում։ Եթե չապաշխարես, չես փրկվի։ Եբրայեցիների 3-րդ գլուխ 2-րդ եւ 3-րդ խոսքերն եմ ձեզ ուզում կարդալ, ասում է.
որտեվ եթե հրեշտակների ձեռքով խոսած բանը հաստատ եղավ եւ ամեն հանցանք եւ աննազանություն ընդունեց իր պատիժը, ապա մենք ինչպես կպրծնենք, եթե անհոգ լինենք այսպիսի մեծ փրկության համար, որ սկիզբ առավ խոսելու Տերիցը եւ լսողների ձեռքով էլ մեր մեջ հաստատվեց։ Մովսեսի ժամանակով, ասում եմ, հրեշտակի միջոցով եղավ։ Չէ, շատ տեղեր հրեշտակն էր Աստծո խոսում Մովսեսի հետ։ Բայց ասում են անգամ, ասենց ասած, փոխանցված խոսքը, որ հրեշտակի միջոցով տրվեց Մովսեսին, Մովսեսից տրվեց ժողովրդին։ Երբ որ մարդը աննազանդ է լինում այդ խոսքերի հանդեպ, ասում են անպատիժ չմնաց, առավել եւս պատժի կարժանանա այն մարդը, որ անձամբ Հիսուսի ավետարանը չի ընդունի, Հիսուսի բերանից ելած խոսքերը։ Ինչպես ասում են մենք կպրծնենք, եթե անհոգ լինենք այս փրկության նկատմամբ։ Մենք ինչ գիտենք մեր վաղվա օրը, որ ապաշխարությունը գցենք վաղը կամ մյուս օրը, դրա համար Սուրբ Գիրքը ասում է հիմա է ապաշխարության ժամը, այսօր է փրկության օրը, վաղը կարող ուշ լինի։ Աստված գիտի, ժամանակները չարանում են գնալով, Աստված մեր կարողությունը գիտի, ամեն մեկից որ կանչում է ճիշտ ժամանակին է կանչում։ Այսինքն կարող է վաղը այնպիսի իրավիճակ լինի, որ քո ուժերից վեր լինի, արդեն դու չկարողանաս։ Դրա համար դուք ճիշտ եք արել, որ Աստծո կանչին արձագանքել եք։ Ապաշխարության մեջ 5 կարևոր քայլ կա, որ պետք է տեղի ունենա։ Եթե որևէ մեկը պակասում է, այդ ապաշխարությունը ամբողջ չի եւ ենթակա է քանդվելու, ասենց ասած։ Օրինակ ապաշխարությունը իր մեջ ունի կարևոր այս 5 կետերը, 5 ճշմարտությունները։ Ինքնագիտակցություն, երկրորդը խորը զղջում, երրորդը խոստովանություն, չորրորդը որոշում կամ ընտրություն եւ 5-րդը հավատք կամ ուրիշ կերպ ասած վստահություն։ Հիմա կանգնենք առանձին ստանց վրա, առաջին քայլը ինքնագիտակցություն, իսկական ապաշխարություն, որ տեղի է ունենում, այսպես է, մարդը գիտակցում է, ճանաչում է իրեն, որ ինքը մեղավոր է եւ կործանված է։ Այս 5 քայլերը բնական քայլեր են, ոչ թե սովորեցնովի։ Թեկուզ մենք կարող ենք ասել, այո, տեղյակ բան, բայց մարդը երբ որ օրինակ ինքնագիտակցության է գալիս, ինքնին ծնվում է երկրորդ քայլը։ Ինքնագիտակցության պատճառով, եթե մարդը գիտակցում է ինքը մեղավոր է եւ կորցված է, ուզի չուզի պետք է խոստովանի, որտեղ ինքնագիտակցությունը դրան է մղում մարդուն։ Եվ մարդը սկսում է խոստովանել, խորը զղջում, նախ խոստովանությունից առաջ իր մեջ, մինչև որ խոստովանի, զղջում է ապրում, որ Տիրոջը ցավեցրել է։ Տիրոջ հանդեպ անհոգ է եղել։ Օրինակ ես որ ապաշխարեցի երիտասարդ է, բայց ինձ համար շատ մեծ ցավ էր, որ ես համարում է ինձ շատ ուշացած։ Ասում Երանի այն մանուկներին, որ փոքրուց հոգևոր կրթություն են ստացել կամ փոքրից Աստծո խոսք են լսել, փոքրուց նրանց այս ճշմարտությունները ասվել է, ես ինչքան եմ ուշացել, ոնց անեմ, որ այդ բաց թողածը լցնեմ։ Եվ մարդը խորը զղջում է ապրում, օրինակ Գործք առաքելոցի 2-րդ գլխի 37-ում գրված է։ Ասում է, երբ որ լսեցին, իրենց սրտերում զղջացին եւ ասացին Պետրոսին եւ մյուս աշակերտներին։ Իհարկե շարունակություն չեմ ասում, որտեղ զղջման մասին եմ խոսում։ Երբ որ լսեցին, ինքնաբուխ իրենք զղջում ապրեցին։ Թեկուզ որ Պետրոսը ասել է, բնականը սա է, որ իրոք մարդը իրեն մեղավոր ճանաչելուց զղջում ապրի։ Ես չեմ ասում որևէ մեկ չպետք է ասենք։ Այո, կարող ենք ասել, եթե մեղանչելը զղջա եւ խոստովանիր, բայց դա բնական քայլեր են։ 3:19-ում էլ նորից Գործք առաքելոցում էլի ուրիշ մի խմբի հետ որ խոսեցին, լսեցին, Պողոսին էլի հարցում է, ինչ անենք, մենք միջև հիմա որ հեռու ենք։ Եվ Պետրոսը ասում էր, ուրեմն զղջացեք եւ դարձի եկեք, որ ձեր մեղքերը ջնջվեն։ Այսինքն մեղքերը ջնջվելու համար զղջալ եւ դարձի գալ է պետք։ Ասես քայլերը հերթական են։ Երկրորդ Կորինթացիների 7:9-ից Պողոս առաքյալ նրանց հանդիմանել էր մեղքի համար։ Բացել էր Աստծո խոսքով նրանց մեղքը։ Բայց հետո որ ապաշխարել են Պողոս առաքյալ ասում է, հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որ տրտմեցիք ապաշխարության համար, որ դուք Աստծո ուզած կերպով տրտմեցիք, որ մեզանից ոչ մի բանով չվնասվեցիք, որտեղ Աստծո ուզած կերպով տրտմությունը ապաշխարություն է գործում փրկության համար, որի պատճառով հետո դու զղջալու բան չունես, չես ասի իզուր տրտմեցի։ Այսօր օրինակ տեղեր կան, խմբեր կան, որ մարդկանց կանչում են իբրև ապաշխարության։ Մեկը տեսնում ես, նրանց վրա դնում են, որի թեպ դուք պետք է ծապտակ բարեք, էս անեք, այն անեք, բայց մարդը ինքնագիտակցության չի եկել, զղջման չի եկել, ու դու նրան դրե պարացնում ես։ Այսինքն
հնարավորություն չկա, որ նա մտածի եւ ապաշխարի։ Սրանք չարություններ են։ Մի խմող մարդ այսպես ասում է ես շատ զղջացի, որ իմ տանս վնաս եմ տալիս։ Մեր մոտ մի փոքր խումբ կար, ասում է որոշեցի գնամ այդ խմբի մեջ մասնակցեմ Աստծո ժողովներին եւ ապաշխարեմ, վերջ-վերջո ուղղվեմ խմելուց։ Ասում է գնացի տեսա ժողովուրդը բարում են, ցնցում են, թռվռում են։ Ասում է ես էլ մտածեցի, այ մարդ, ես ինչի՞ս վրա թռնեմ էլի։ Ասում է մեկ են տեսնեմ նրանք ինչ են ասում, ով որ չի ապարում, չի ծափտալ, չի ուրախանում, նշանակում ինքը անարգում Աստծուն իբրև թե, որտեվ չի Աստծուն փառաբանում։ Ասում է ես ասի չէ, սպասի սրանց հասնելու համար մի հատ հարցեր լուծեմ։ Ասում է գնացի մի հատ գինի առախամեցի ու եկա խառվա իրանց սկսի ապարել։ Չթողեցի այդ մարդը պատրաստ էր սիրտը, որ խոսք լսի, զղջում ապրի, ապաշխարություն ապրի, չթողեցին։ Ավետարանչական ժողովներին ծափ, պար, մարդ կապաշխարեր են դե, կզղջար, այն որ խոսեցիք մեռած գործեր, ինքնահնար պաշտամուկ, ինքնահնար ձևեր, որ չեն թողնում մարդիկ ապաշխարեն։ Դրանից հետո գալիս է խոստովանություն, բնական է, ինքնագիտակցություն, խորը զղջում, խոստովանություն։ Ուրեմն մարդը խոստովանում է իր արած գործը, իր վիճակը նաև։ Ղևտացիների 26:40-ից 42-ն եմ կարդում ձեզ համար։ Եվ եթե Աստված ասում, խոստովանեն իրենց անօրնությունները եւ իրենց հայրերի անօրնությունը ինձ դեմ գործած հանցանքների համար, խոստովանում որ ինձ հետ խոտորնակ են վարվել, որ նաև ես նրանց հետ խոտորնակ վարվեցի եւ նրանց իրենց թշնամիների երկիրը տարա եւ այն ժամանակ ասում է նրանց անթլպած սիրտը խոնարհվի եւ իրենց անօրնության պատժին հոժարվեն, այն ժամանակ ես կհիշեմ Հակոբի հետ արած իմ ուխտը, նաև Իսրայելի հետ արած իմ ուխտը եւ Աբրահամի հետ արած իմ ուխտը կհիշեմ եւ այն երկիրը կհիշեմ, այսինքն նոր կողորմեմ, բայց ինչ է պահանջում Աստված, ճիշտ քայլը, եթե նրանք խոստովանեն, իրենց սիրտը յոգ զղջա, դառնա, խոստովանեն, անգամ ոչ թե միայն խոստովանեն, իրենց անօրնության պատժին էլ հոժար լինեն։ Պատահում է, այո, մարդը մեղանչում է եկեղեցական մասշտաբով, երբ որ մի պատիժ է լինում, ճիշտ է նա ձայն չի հանում, հնազանդվում է, բայց իր սիրտը հոժար չէր այդ պատժին։ Այո, ասում է, իրենց անօրնության պատժին էլ հոժարվեն, սա շատ կարևոր ակտ է, որ մարդը պետք է ունենա այդ խորը զղջումը։ Նման վկայություն կա նաև Հովանու առաջին թղթի 1:9-ում, ասում է, եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է եւ արդարացած, որ մեզ ների մեր մեղքերը։ Շարունակության մեջ ասում է սրբի, բայց առաջինը հենց խոստովանություն զղջում, որ Աստված պահանջում է սա։ Եվ իհարկե 4-րդ քայլը առաջինը ինքնագիտակցություն, ինքնագիտակցությունից ինքնաբուխ զղջում, զղջումից ինքնաբուխ խոստովանություն եւ 4-րդը որոշում եւ ընտրություն, ասիկ ես որոշում եմ դառնալ դեպի Աստված։ Մարդը սրտով հոժարվում է թողնի այն մեղավոր գործը կամ մեղավոր միտքը եւ դառնա դեպի Աստված։ Այսինքն սա արդեն կատարվում է նորից մարդու ներսում հիմնականում եւ դրանից հետո իհարկե գործով, քայլով կերևա։ Եվ շատ տեղերում կա Սամոս 115:24-ից իրավի որ քո վկայություններովն եմ ուրախանում, որ իմ խորթականներն են։ Ուշացու դարձում եք ինչ ասում։ Քո վկայությունը, որ իմ խորթականներն, այսինքն ես որպես խորթատու նայում եմ քո վկայություններին, քո պատվիրաններին, որ ինձ ուղղություն են տալիս, sense ասած։ Այսինքն որոշում եմ ապրել հենց այդ քո պատվիրաններով։ Ուրիշ համարներ կարդամ, օրինակ 57 ասում է. Իմ բաժինը դու ես Տեր, ես ասեցի թե քո խոսքը պահեմ։ Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ քո խոսքի պես։ Ուրիշ մեկ համարում 63-ում օրինակ ասում է. Ես ընկեր եմ այն ամենին, որ վախենում են քեզանից եւ քո պատվիրանները պահում են։ Եվ շարունակում է իհարկե։ Տեսնում եք, որ ինչ է։ Մարդ արդեն որոշում է կայացնում։ Ես քո պատվիրաններով պետք է առաջնորդվեմ, սրանք իմ ուրախությունն են, հետո ես ընկեր եմ այն ամենին, որ քեզանից վախենում են, այսինքն շրջապատն էլ է փոխում մարդը։ Կամ մեքենաս քշում է այնտեղ, հիմա քշում եմ բարի տեղերի վրա։ Արդեն ոչ թե մենակ մեր միտքը, այլ մեր ճանապարհները փոխել ենք, ես ցավ ասած։ Եվ այդպես շատ վկայություններ կան, սակայն 5-րդը հավատք եւ վստահություն։ Եթե դու ինքնագիտակցություն ապրել ես, զղջում ապրել ես, խոստովանություն ունեցել ես, որոշել ես, ուրեմն հաջորդ քայլը դու պետք է հավատաս եւ վստահես Տիրոջը Քրիստոսի ներմանը։
Պատահում են, մեկը տեսնես մարդիկ շատ լավ քայլեր արել են։ Ինքնագիտակցության եկել են, ինքնաբու խոստովանել զղջացել են, ասիկ դրանց առաջ որոշել են, բայց մեկ էլ ոնց որ չհավատան, տեսնես Տերը իրանց կընդունի։ Մտածում են, ախր ես շատ մեղավոր եմ, շատ եմ զղջում, բայց տեսնես Տերը ինձ կընդունի։ Դրա համար ասում եմ հավատ եւ վստահություն, որ Տերը ասում է, ինձ եկողին ես դուրս չեմ հանի։ Պետք է վստահես, որ Տերը խոսք է տվել եւ քեզ կընդունի։ Օրինակ 3:16-ում Հովանու էս Տերը խոսում է մեղավորին սիրելու, փրկելու, խաչի գործը եւ այլ։ Կամ Հռոմեացի 6:4-ը ինչ է ասում մկրտչնուն այդ թաղվեցիկ մահի մեջ, որ ինչպես Քրիստոս հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ ման գանք։ Տերը այս հրաշքն է անում, որ դու արդեն նոր կյանք ստանաս, նոր կյանքով ապրես։ Եվ կարողություն տալիս է, թե առաջ չէիր կարող, հիմա եթե դու ընտրել ես, հավատացել, որոշել ես, կարող ես, որտեղ մեզ ուշ տվողը Տերն է։ Կամ Ֆիլիպեցիներ 1:6-ում է գրած, 4:13-ում է գրած, որ այո, մարդը պետք է վստահի, հավատա Աստծուն։ Անառակ որդին, չէ, ապաշխարության մի հատ օրինակ է, որ Տերը բերեց։ Տեսնենք նրա կյանքում այս 5 քայլերը տեղի ունեցան, թե չէ։ Ասում է, երբ որ ինքն իրեն եկավ, այսինքն ինքնագիտակցության եկավ, իր վիճակը ճանաչեց, մինչև չէր ճանաչում, որոշում չէր կարող կայանը, զղջաց, որոշեց, չէ, դարձավ հորը, գնաց խոստովանեց եւ հայրն են ընդունեց։ Թեև նա չէր խոսում, հայր ինձ պետք է որպես որդի ընդունես, սակայն գիտակցում էր իր կործանված լինելը, որ մի հատ փրկություն կա իր հոր մոտ է, դարձավ եւ փրկվեց։ Նմանապես մարդը պետք է վստահի, այս 5 քայլերն էլ կար։ Ինքը վստահ էր, որ հայրը իրեն կընդունի, եւ այսպես ինքը իր կյանքի համար, ասենք ասած, կործանումից դուրս էր գալու եւ դուրս եկավ։ Սակայն կան օրինակներ, որոնք ապաշխարության այս 5 քայլերն էլ չի կատարվում, դրանց էլ հաջողությամբ չի պսակվում։ Օրինակ մենք կարող ենք բերել Հուդայի օրինակը, որ ասում է Մատթեոս 27:3-5 կարդամ ձեզ համար։ Այն ժամանակ նրա մատնիչը Հուդան, տեսնելով, որ դատապարտվեց, այսինքն Հիսուսը, զղջաց այն 30 արծաթ ետ դարձեց քահանապետներին եւ ծերին եւ ասեց. ես մեղ գործեցի, անմեղ արուն մատներով, նրանք էլ ասեցին. մեծ ինչ դու տես, եւ նա արծաթը գցեց տաճարի մեջ, հեռացավ եւ գնաց ինքն իրեն խեղդեց։ Այսինքն լուշացու դարձեք, ապաշխարության քանի քայլ տեղի ունեցավ, բայց չավարտվեց։ Նախ սա նա ինքնագիտակցության եկավ, իր արածը հասկացավ, որ չարություն էր։ Իրականում զղջաց, ոչ թե ձևական։ Երկրորդ քայլն էլ տեղի ունեցավ։ Երրորդը խոստովանեց։ Բայց չորրորդը որոշում եւ հավատք չկար, բայց միջանոց արդեն երրորդը թեկուս առողջ էր նրա արածը, բայց ոչ տեղին էր։ Գիտեք ոնց, ում մոտ խոստովանեց։ Տիրոջ թշնամիների մոտ։ Աստծո առջև խոստովանել, իհարկե Հիսուս այդ պայն արդեն իր ձեռքը չեր են գնում, որ ինքը Հիսուսի խոստովանը, Պետրոսն էլ մեղանչեց, ուշացու դարձավ, բայց ասում խորը զղջաց եւ դուրս եկավ դառնապես լաց եղավ։ Այսինքն Աստծո խոստովանել, բայց Հուդան սխալ տեղ խոստովանեց։ Դրա համար այսօր շատերը խոստովանում են, բայց ոչ ճիշտ տեղ։ Ոչ թե Աստծո ծառաների մոտ, իրական ծառաների։ Հուդան նայում է տաճարի ծառայողներ են, հա, քահանաները։ Անկամ տաճար գնաց, արծաթը շպրտեց տաճարի մեջ, բայց նա պետք է մտածել, եթե սրանք Աստծո ծառաներն են, այդ արդարի արունը ինչու պետք է թափեին։ Սրանց մոտ խոստովանելու կարիք չկա։ Եվ ինչ կատարվեց, գնաց իրեն կախեց։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ խոստովանությունն պետք է լինի ճիշտ տեղին եւ շարունակություն լինի, որ հաջողությամբ պսակվի։ Որոշում եւ հավատք, որ Աստված իրեն կների, չկար։ Ինքն իրեն կործանեց, բայց եթե անգամ նա հասկանար, ապաշխարեր, խոստովանություն ճիշտ լիներ, վստահությունը, չեմ ասում նորից ինքը կարող նույն պաշտոնին ծառայել, բայց գոնե փրկություն կունենար։ Որտեղ Աստված ասում է, ամբարիշտի մահը չի ուզում։ Ուրեմն առանց ապաշխարության մարդը չի կարող Աստծո արքայություն մտնել։ Ապաշխարեցեք, որտեղ Աստծո թագավորությունը մոտեցել է։ Տեր ասեց, եթե չապաշխարեք, ամենք դեռ կկորսվեք։ Աստված ձեզ օրհնի, ուրեմն ապաշխարությունը ոմանց մոտ հնարավոր է տեղի ունենա նույն պահին, հենց նույն պահին մարդ կա, ասես 10 րոպեի մեջ ամբողջը կատարվեց 5 քայլը։ Մարդ էլ կա դանդաղում է, մի շաբաթ, մի ամիս հազիվ ինքնագիտակցության է գալիս,
մի 10 օր հազիվ զղջումն է իր մոտ կարգավորվում, ես երկար ժամանակ է տևում, դրա համար ապաշխարությունը նույն կարգի չի կատարում բոլոր մարդկանց մոտ, այլ տարբեր մարդկանց մոտ տարբեր, բայց եթե ուշացնենք վտանգավոր է, հնարավոր է ժամանակը մեզ չբավականացնի։ Ապաշխարությունը դա չար խորհուրդներից և գործերից հրաժարվելն ու դառնալն է դեպի Աստծո կամքը, որը Աստծուց մարդուն տրված բարի հնարավորություն է, առանց որի մարդը չի կարող Աստծո պատրաստած փրկությունը ունենալ։